Բարև ձեզ։ Ես հիմա գտնվում եմ Երևանի բուսաբանական այգում, որտեղ վերջին ամիսների ընթացքում հատվել են ավելի քան 30 հատ կանաչ կաղնու ծառ։ Ես հիմա գտնվում եմ այդ ծառերից մեկի մոտ։ Շատերի համար դա անհավանական կթվա, որ ինչպես է հնարավոր Երևանի սրտում, Երևանի բուսաբանական այգում հատել կանաչ ծառեր։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ինչպես է դա հնարավոր ու այդ ամենը անել անպատիժ ու անարձագանք։ Այս հատվածում ծառավաղբյուրն է, այս հատվածում աճառյանն է, երևի հասկացաք որ մասն եմ։ Պատահական ամենևին տարբեր տեսանյութերում տեսնում եմ, որ մարդիկ խոսում էին բուսաբանական այգում ծառահատման մասին։ Ես մտածում եի դերևի չորերն են հետո մարդիկ չեն հասկանում, բան չեն անում, չէի որ ասում ուղեղից մեջ չէր տեղավորում, որ կարային բուսաբանականում կանաչ ծառեր հատեին, բայց ամեն դեպքում որոշեցի ինքս գամ ու նայեմ։ Այս հատվածը մենք Google-ով տեսնում ենք, որ սենց ծառուղի է եղել սիրուն ու Google-ի քարտեզներով երևում է, որ այնտեղ բանը ավելի ճիշտ Sputnik-ով երևում է, որ այս հատվածը անցած գարնանը ծաղկած սիրուն հատված էր։ Հիմա ես ձեզ ցույց տամ այն ամենը, ինչ ես տեսա ու աչքերից չհավատացի։ Նայեք, այստեղ ծառուղի է եղել մեծ ծառերով ու ոչ մի ծառ այս պահին չկա, բոլորը հատվածա հատվել է այս տարի, կամ բանը 24 թվի աշնանը կամ այս տարի գարունը։ Այս լուսանկարում այդ հատված կաղնիներն են, լուսանկարը արված է 24 թվականի նոյեմբերի 1-ին։ Նայեք, կողքից կանաչ շիվերը թողած ծառերի։ Քանի հատ ծառ ու երկու կողմից այսպես այստեղ ծառը։ Ծառի մեծ ճյուղը, նայեք, վրան փոքր ճյուղ ու վրան, այո, կաղնի բանը, ու վրան տերևը չորացած։ Բանը դեռևս սենց կիսաչոր, այսինքն դա փաստում է նրա մասին, որ այս ծառին եղել է կանաչ ճյուղ միջև իրան հատելը։ Որպեսզի պատկերացնեք, այս հաստության սա մոտ իմ միտիզը 20 սանտիմից մի քիչ ավել է, 1-2, մոտավոր 50 սանտիմետր լայնությամբ ծառեր են։ Սրա այս ծառի կաղնու փայտը մի քանի միլիոն դրամ կարող է արժենա մեկ ծառի փայտը ու ամեն մի ծառը կարող քաշվի առնվազն 1-1.5 միլիոն դրամի բերած օգուտ փետի տեսքով։ Հիմա հաշվենք այնտեղից 1 2 3 4 5 բոլորը կաղնու ծառեր են, բոլորի վրա կա նոր շիվեր, գնացինք 6, այս է կաղինը, այս էլ կաղինը 6, այս էլ տերևները կաղնու ու այստեղ թափված կաղին, այսինքն դժվար է կողքի թփից կաղին թափած լինի։ Նայեք, այս հատվածում ամբողջությամբ կաղնու տերևներն է, դրանք այս ծառերի տերևներն են։ 6 7 8 Կաղնի ծառը կտրել է հանցագործություն ա, որ չգիտի 9 Այստեղ շուտ է կտրված եղել 10 նայեք հատվածները նայեք էլի ճյուղի վրա մնացած տերևները 10 11 մի հատ փուչ բուն չկա 12 ծառի վրայի չորացած կաղնու տերևները սենց մնացած մեծ ճյուղ, որտեղ էլի կաղնու տերևները վրան չորացել են, այսինքն ծառը եղել է կանաչ ու կտրելից հետո նոր տերևը վրան չորացել է 13 Բուսաբանական այգում ենք Երևանի, ոչ թե Դիլիջանի մի անտառների մի գողտրիկ տեղ, որ ասենք թաքուն եկել գիշերը կտրել են 14 նայեք ինչ փայտ է 14 15 6 20 40 60 սանտիմետրանոց ծառասա ու ամենայն հավանականությամբ մի 2-3 միլիոնի փետ կար իր վրա էլի 15 16 17 Այս հատվածում փոքրել է եղել, էտել են կտրել էլի, հենա 18 19 20 21 նայեք տերևները
մնացած ճյուղերից 22 ու կուլմինացիան 100 տարեկանից ավել ծառ 23 նայեք հəլստեղ սա ես չգիտեմ ինչ կարելի է որակել թշնամանք թե 23 հատ մեծ կաղնու ծառ, այս մեկը ամենամեծն էր, ուրեմն 20, 40, 60, մոտար 70 սանտիմետր բնի հաստությամբ կաղնու ծառը, նայեք, այս էլ ապացույցը, որ ծառը կանաչ է եղել, դեռևս թարմ կտրված, կաղնու տերևները վրեն, Էսա բնություն հարգելը ու սիրելը, էսա այսօրվա չգիտեմ ինչ մարդկանց վերաբերմունքը մեր բնության հանդեպ, այն էլ որտեղ բուսաբանական այգում էլի, ասենք ոչ մեկի մտքով չի անցնի երևի բռնել բուսաբանական այգու կաղնու ծառերը հատել, բայց մենք այսօր ունենք այս իրականությունը։ Ես չգիտեմ սա որտեղ է պետք ուղարկել, ով է սրա համար պատժվելու կամ արդյոք պատժվելու են թե չէ, բայց գիտեմ մի բան, որ սա ոճրագործություն է բնության նկատմամբ։ Սա մեր այսօրվա իրականությունն է։ Ամեն մեկը իր հերթին, ով որտեղ ոնց կարում, ծառա որ մորթում են։ Այն հատվածից քայլեցի այս կողմ և հայտնաբերեցի ևս մի քանի հատ հատված կաղնի։ Եթե ինչ-որ մարդ կպատմի հեքիաթ, որ 4 ծառեր են հեռացրել, ապա այդ մարդուն ասեք, ապա ինչու այն 4 ծառը, այնտեղ եթե կան ծառի չորեր կամ բարդիի չորեր, դրանք չեք հեռացրել կամ մաքրություն արել, այլ ամբողջ այս հատվածում ընտրել եք հենց միայն կաղնին, որտեղ կաղնու փետը, այդ մարդուն կասեք, ամենաարժեքավորն է ու շատ թանկ գին ունի։ Նայեք, այս ամբողջ չորի մեջ կտրված է մի հատ կաղնի ծառ։ Ոնց է ստացվում էլի, որ եթե խոսքը մաքրություն կամ տարածքի կարգի բերելն է, կամ ինչու չեն հեռացրել այս ընկած չոր ծառը։ Ինչու չեն հեռացրել այս ընկած չոր ծառը, այլ միջև վերջին մազի հատիկը հեռացրել են այս կաղնին, հերթական կաղնին կտրված, այս կաղնին հերթական կտրված։ Ինչու եթե պետք է մաքրություն անեին կամ 4 ծառերը կտրեին, ընտրել են հենց կաղնի ծառերը ու տարել։ Այստեղ չի եղել, կարող է ծառը ունեցել է 4 ճյուղեր, բայց չի եղել 4 ծառ, որովհետև 4 ծառի վրա կաղին ու տերև չի լինում, էլի։ Սա այս հատվածն է բուսաբանականի ներսում, այստեղով եք գնում դեպի ոճրագործության հատված, հենա